Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին գտնվում է անգիտակից վիճակում։ Նա առողջական ծանր խնդիրների պատճառով բուժում է ստանում Ղոմ քաղաքում եւ ի վիճակի չէ ղեկավարել պատերազմող երկիրը, հայտնել է Daily Mail-ը հղում անելով ամերիկյան եւ իսրայելական հետախուզական տվյալներին։ Ըստ Wall Street-ի Իրանը մտադիր չէ կատարել Դոնալդ Թրամփի պահանջը եւ չի բացի Հորմուզի նեղուցը սահմանված ժամկետում։ Ավելի վաղ Թրամփը Թեհրանին ժամանակ էր տվել մինչև ապրիլի 7-ի երեկոյան, սակայն Իսլամական Հանրապետությունը հրաժարվել է ենթարկվել այդ ճնշմանը։ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ Ամի Սաիդ Իրավանին պաշտոնական նամակներ է հղել Անվտանգության խորհրդին եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին։ Նա զգուշացրել է Սաուդյան Արաբիային եւ Արաբական Միացյալ Էմիրություններին թույլ չտալ իրենց տարածքների օգտագործումը Իրանի դեմ հարձակումների համար։ Դիվանագետը շեշտել է, որ Իրանը պահպանում է ինքնապաշտպանության իրավունքը եւ վճռականորեն կարձագանքի ցանկացած ագրեսիայի, որը կիրականացվի հարևան երկրների տարածքից։